Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու եւ վարչական եվախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը։ Ներկայացված նախագծերով առաջարկվում է սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներից ավազի եւ ավազակոպչային խառնուրդի պաշտպանների ուսումնասիրության կամ ավազի արդյունահանելու իրավունք համար դիմումին կից ներկայացնել նաև ազգային անվտանգության, արտաքին գործերի եւ պաշտպանության բնագավառի լիազոր մարմինների համաձայնությունները։ Առանց այս համաձայնությունների դիմումին ընթացք չի տրվի։ Հստակ սահմանվել է սահմանային գետերի հունից գետավազի արդյունահանման արգելք։ Գետի հունից ավազի արդյունահանման դեպք բացահայտելու դեպքում ազգային անվտանգության, արտաքին գործերի պաշտպանության բնագավառի լիազոր մարմինները համապատասխան տեղեկատվությունը կփոխանցեն բնապահպանության ընդերքի տեսչական մարմնին, որն էլ 3 աշխատանքային օրվա ընթացքում որոշում կկայացնի ընդերք օգտագործողի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ։ Գետի հունի փոփոխության առկա վտանգները կանխարգելելու նպատակով նախատեսվել է միանգամյա թույլտվության տրամադրման գործող ընթացակարգում կատարել լրացում, նախատեսելով նաև մեկանգամյա թույլտվություն տրամադրումը գետերի հուների արգելապատնեշների կառուցման նպատակով։ Նախատեսվել է, որ միանգամյա թույլտվություն ստացած անձը պարտավոր է գետի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով արդյունահանման աշխատանքների մեկնարկի օրվա իրականացվող աշխատանքների ծավալը եւ տևողության վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցի տեսչական մարմնին առնվազն 3 օր առաջ։ Վարչական եվախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանվել է վարչական պատասխանատվություն գետի հունից արդյունահանում իրականացնելու պարագայում վարչական տուգան 20 միլիոն դրամի չափով եւ ընդերք օգտագործման իրավունքի ողջ ընթացքում նման դեպքի կրկնման դեպքում ընդերք օգտագործման իրավունքը ենթակա կլինի դադարեցման։ Սահմանվել է նաև, որ սահմանային շերտում եւ սահմանային գետի ափերին գտնվող հանքերևակումներում օգտակար անածոյի արդյունահանման աշխատանքները պետք է իրականացվեն բացառապես GPS համակարգով կահավորված եւ այդ համակարգը սերվերային ենթակառուցվածքի նախապան միացված հանութաբարձիչ եւ հանութափոխադրիչ տեխնիկական միջոցների եւ ավտոմոբիլների միջոցով։ Սահմանվել է նաև վարչական պատասխանատվություն այդ նման պահանջը իրականացնելու համար 5 միլիոն դրամի չափով։ Նախագծով նաև խստացվել են վարչական եվախախտումների վերաբերյալ օրենսգրքով որոշ իրավախախտումների համար սահմանված վարչական պատասխանատվության չափերը։ Նախագիծը բավական երկար ժամանակ քննարկվել է, լավ քննարկում ենք ունեցել նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում։ Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հիմնականում կատարվել են տեխնիկական բնույթի փոփոխություններ, խնդրում եմ հավանության արժանացնել։